Մենք այս պահին գտնվում ենք 188 տան դպրամության մոտ, որտեղ արդեն ծաղիկներ են տեղադրված, փոքրիկ խաղալիք կա այստեղ տեղադրված եւ քիչ առաջ երկու երիտասարդներ մոմերով մոտեցան տանը եւ այստեղ հենց տան բակի տան դարպասների մոտ մոմերը վառվեցին։ Ես հիմա փորձեմ մոտենալ եւ զրուցել նրանց հետ։ Կներեք, ինչու հարազատ եք բարեկամ։ Չէ, ես Հայաստանի քաղաքացի եմ, որը մեր բոլորի վիշտն է սա։ Ես խոսքեր չունեմ պարզապես ու պետք է ինչ-որ միտքը գտնել սրա։ Կարողացել եք գտնել միտքը։ Դե ամեն մարդ իր միտքը ունի երևի, ու ինձ թվում է գտնեն երևի ու ճիշտը կասեն ժողովրդին։ Փոքր ազգենք, բայց լավն ենք, թող ասեն ճիշտը ինչ որ կա։ Այդ ոճրագործությունը ինչ որ արվել է, դա ինձ թվում է դա չեմ կարծում ես, չգիտեմ։ Խոսքեր չեմ գտնում, կներեք էլի, կներեք։ Տեսնում ենք ըստ ամենայնի հարևանները, հարազատներն են հավաքված։ Դուք քույրն եք։ Ես հորաքույրն եմ։ Կարող ենք զրուցել տեսեք։ Ով չեմ կարող փալաճա։ Դուք երբ իմացաք դեպքի մասին եւ ոնց է Վայ, խնդրեմ մի խոսք ծրեք։ Ինչպես տեսնում եք, հարազատները իրենց, այսպես ասած, սկում են իրենց հարազատների կորուստը եւ այս պահին նշեմ, որ այն փոքրիկը, այն միակ Ավետիսյանների ընտանիքից միակ փրկված փոքրիկը Սերյոժ 6 ամսական այսօր առավոտյան տեղափոխվել է Երևան եւ բժիշկները նրա մոտ դրական դինամիկա էին նկատել։ Մեր ազգի ողբերգություն Պատճառը լավ է գիտեն, մենք գիտենք, իրանք չգիտեն։